էներգետիկ փորձագետ, հայաքվե նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Պարոն Մանվելյան, ձեր դիտարկումները կատարվողի վերաբերյալ արդեն են, որ հարցեր տալն էլ չգիտենք, էլի ինչ ձևակերպենք, սպասելի էր, սպասելի չէր, ամեն դեպքում կանխատեսելի էր։ Նայեք, հիմա ինչ է կատարվում, խնդիրը հետևյալն է, քանի որ սենց մեծ գրոհ է սկսվել եկեղեցու նկատմամբ ու սրանք փորձում են նաև ամեն կերպ ցույց տալ, որ այստեղ թիրախը եկեղեցին չի, այլ թիրախը վեհապարն է, ապա այս ձերբակալությունը ընդհանրապես ապացուցում է հետևյալ փաստը, որ իրականում թիրախը հենց եկեղեցին է, եկեղեցու նկատմամբ հարձակումները ու այն ամբողջ կեղտոտ այդ խաղը, որ տեղի է ունենում, մի քանի նպատակ է տապակում, նախ թույլատնել եկեղեցին, երկրորդը փորձել եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացի անվան տակ գնալ ավելի խորքային եւ դավաճանական համաձայնությունների մեր թշնամի պետությունների Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, որտեղ պայմաններից մեկը ես համոզված եմ սա է, թույլատնել եկեղեցին որպես վերջին ազգային կառույցի Հայաստանում, ասենք ասենք Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցին մեր միջնաբերդն է։ Եվ թշնամին, որը օկուպացրել է ամբողջ պետական համակարգը, այսօր ուզում է վերցնել հենց այդ միջնաբերդը։ Սա է խնդիրը եւ այս հարցի լուծման համար նրանք գնում են ցանկացած քայլի։ Բացում են եկեղեցին, գնում են գտնում են մարդկանց, ովքեր պատրաստ են ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, այն մարդիկ, ովքեր չեն համաձայնվում, ասենց ասեմ, ծռվեն եւ իրենց իրականացնեն իրենց ասածը, ընդհանրապես ձերբակալվում են։ Նորից եմ կրկնում, խնդիրը դրված է թույլատնել եկեղեցին, խնդիրը դրված է հենց եկեղեցու աղմուկի նաեւ գնալ այլ ավելի մեծ զիջումների, որոնց պահանջը կա այսօրվա կառավարության առաջ, եւ սա ինձ է դավաճանական ծրագրի շարունակականությունն է։ Կանխելը հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում։ Միակ հանգուցալուծումը ես տենում եմ իշխանափոխությամբ, որը Ինչպես ընտրություններով թե այս փուլում ինչ-որ նայեք, թե ցուրտը չեն դուրս գա։ Խնդիրը ցուրտը բան չէ, նայեք, ցավոք սրտի Հայաստանը մի պետական համակարգ է գործում, որը ունի աբսոլյուտ վերահսկողություն ամեն ինչի նկատմամբ։ Թերևս բացի լրատվամիջոցները նրանք ամեն ինչ վերահսկում են։ Հենց մի քանի, ոչ բոլոր լրատվամիջոցները։ Եվ այս պայմաններում, երբ որ իրենք ունեն աբսոլյուտ իշխանություն ու ցավոք սրտի այսօրվա սահմանադրությունը հնարավորությունը տալիս է, այսօրվա պետական ռեժիմի դեմ փողոցային պայքարի էֆեկտիվությունը ես պետք է գնահատեմ, որ շատ ցածր է։ Պետք է պատրաստել մի փոքր ավելի խորքային, ավելի երկարատև պայքարի, որի հիմքում հենց ասենց ասեմ ընդդիմության ընդունակությունը միմյանց հետ լեզու գտնել, սեփական ամբիցիաները գցել մի կողմ եւ կենտրոնանալ նոր կառավարություն ձևավորելու վրա։ Շնորհակալ եմ։